Ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ, բազմաթիվ դիտողների խնդրանքով սկսում եմ իմ հայալեզու ալիքը։ Հույսով եմ դուր կգա, կաջակցեք եւ կբաժանորդագրվեք։ Եվ առաջինը կսկսենք խաղողի տերևի պահածոյից, ոնց ընդունված է բոլորից մոտ ասել, զակատից։ Քանի որ դեռ սեզոնն է, աշխատեք մի ուշացրեք եւ ձեզ հրավիրում եմ մեր այգի, ձեր հետ միասին կհավաքեմ խաղողի տերևը։ Այո, ինչպես կրահեցիք, ես ապրում եմ գյուղում, որը գտնվում է Արեձյան դաշտավայրում, եւ որտեղ աճում է ամենալավ բերք ու բարիքը եւ ամենաքաղցր միրգը։ Իհարկե ընտրում եմ նուրբ եւ փափուկ տերև։ Այսօր իմ օպերատորը ամուսինս է եւ ընթացքում ուզում է ցույց տա մեր այգու միրգը, իր մշակած ծառերը։ Գնահատեք, խնդրում եմ։ Բարև ձեզ, սա իմ մշակած այգին է, հիմա ցույց եմ տալիս, դա խնձորն է։ Հավաքած խաղողի տերևները դաստայում ենք։ Տերևը դաստայելուց հետո անպայման կտրատում ենք պոչերը, քանի որ տեղ է զբաղեցնում։ Այսպես, եւ դնում եմ այն տարայի մեջ, որի մեջ լվալու եմ։ Ինչպես տեսնում եք, դաստաները շատ մեծ չեմ արել, որ հարմար լինի բանկայի մեջ տեղավորել։
ամբողջը կտրատեմ, կլվանամ եւ կշարունակեմ։ Գազ օջախին ջուրը դրե, մինչև տերևը լվացի, ջուրը եռաց։ Ջրի մեջ ավելացնում եմ 2 կթալ աղ։ Շատ պետք չի, մեզ պետք է որ ջուրը մի քիչ միջին չափի աղի լինի։ Աղը ավելացնելուց հետո թողեցի ջուրը նորից եռաց եւ ավելացնում ենք եռացած ջրի մեջ խաղողի տերևները։ Ասեմ, որ շատ լավ է ստացվում այս ձևով։ Փագած տերևը կարող եք պահել տարուց ավել նույնիսկ։ Հենց տեսնում եք մի քիչ գույնը փոխեց, դեղնեց, շուռ ենք տալի։ Ասեմ, որ 1 կիլոգրամանոց բանկայով տերևը փաթաթում է 1 կիլո միս։ Մյուս կողմից էլ դեղնեց, միանգամից այսպես տակ-տակ ուղարկում ենք բանկայի մեջ։ Զգուշ ենք անում, որ ձեզի չայրեք, քանի որ տաք է։ Համոզված եղեք, որ մինչև մեջտեղն էլ ինքը գույնը փոխվում է, էփվում է։ Ինչքան հետը ջուր է գնում, բավական է։ Նորից ավելացնում ենք տերևը։ Տերևը մի քիչ այսպես տեղավորցնում եմ, շատ չեմ սխմում, որտեղ շատ սխմելու արդյունքում հանելուց կարող է ճղեք։ Թեթևակի, ուղղակի որ տեղավորվի։ Նորից գույնը փոխած տերևը ուղարկում ենք բանկայի մեջ, տարայի մեջ։ Ասեմ, շատ հեշտ ձև է, շատ ապահով, շատ համով։ Իհարկե բացելուց հետո ես տերևը նորից լվանում եմ։ Տենամ ինչքան կտեղավորվի։ Մոտավորապես 1 դաստա։ Տնում եմ 1 դաստա։ Եթե հարցեր կլինեն բանկան ստերիլիզացնում եմ թե ոչ, սիրելիներս, չեմ ստերիլիզացնում, լավ լվանում են։ Առաջ լավ լվանում էի ձեռքով, հիմա լվանում է իմ սպասք լվացող մեքենան։ Ստերիլիզացնում եմ մենակ կրշկաները։ Ստեղ նայում ենք, եթե ջուրը մի քիչ պակաս է, մի փոքր ավելացնում ենք։ Քանի որ տերևի հետ էլ է ջուր գնացել։ Եվ իհարկե փակում ենք։ Հարազատներս այսպիսի տեսք ունի տերևը մյուս օրը։ Երեկ էի փակի մի ամբողջ օր ծածկված էր։ Հիմա տեղը փոխելու եմ նկուղ։ Կարող եք պահել եւ տանը պահարանում, եթե չունեք նկուղ, եւ կարող եք պահել նկուղում, շատ լավ մնում է։ Ասեմ, որ բացելուց հետո ես մի հատ նորից լվանում եմ։ Եք փակե, ուղղակի խորհուրդ եմ տալի միանշանակ այս ձևը։ Շատ լավ է պահպանվում, շատ համով է ստացվում, համեղ։ Իսկ ձեզ կխնդրեմ բաժանորդագրվել այս ալիքին, օգնել, որ գնա առաջ,
բաժանորդագրվեք, սեղմեք լայք, գրեք ձեր կարծիքները, եթե առաջի անգամ եք այս ալիքում, հղումը կդնեմ ներքևում իմ երկու մյուս ռուսալեզու ալիքներին։ Հույսով եմ հավանեցիք իմ տեսահոլովակը, եթե հավանեցիք, կրկնում եմ, սեղմեք լայք, բաժանորդագրվեք, իսկ ձեզ մաղթում եմ քաջառողջություն և խաղաղ երկինք։ Մինչ նոր հանդիպում։